Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում հայ եկեղեցու 3 բարձրաստիճան հոգևորականների պատվավոր դոկտորի կոչում շնորհվեց։ Գիտական այս աստիճանին նրանք արժանանում են հայագիտության ոլորտում կատարած զգալի ավանդի, հասարակական կյանքում ունեցած դերակատարության համար։ Մինչ պատվոգրերի հանձնումը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամները թվարկեցին այն հիմնավորումները, որոնցով շնորհվել են գիտական բարձր կոչումները։ Մենք բոլորս շատ ճանաչում ենք, որպես ոչ միայն նախանձախնդիր հոգևոր հայրեր, որոնք էջմիածնի մեր մայր եկեղեցում չափազանց բարձր դիրք զբաղեցնելով կատարում են շատ կարևոր աշխատանք, այլ նաև նրանք որպես քաղաքացի, որպես հայ մարդ, որպես գիտնական եւ որպես մարդիկ, որոնք գիտեն կրթության եւ գիտության հարկը, Տեր Եզնիկ arczepiskopos Պետրոսյանն ավելի քան 2 տասնյակ գրքերի հեղինակ է, գիտական զեկուցումներով հանդես է եկել միջազգային հեղինակավոր կոնֆերանսներում։ Սրբազան հայրը դոկտորական աստիճան է ստացել Աթենքի աստվածաբանական համալսարանում, ղեկավարել է Աստվածաշնչի արևելահայերեն թարգմանության աշխատանքները, ԱՊՀ միջկրոնական խորհրդի գործադիր կոմիտեի անդամ է, եկեղեցիները երկխոսության մեջ համաժողովի համանախագահը, կան նրա գիտական աշխատությունների հունարեն, անգլերեն եւ ռուսերեն հրատարակությունները։ Այսօրվա այս ստուգությունը պարտավորեցնում է մեզ, որպեսզի մենք ավելի ուշադրություն դարձնենք, որտեղ ադմինիստրատիվ տարիները գալիս եւ գնում են եւ հետ չեն թողնում։ Գիրքը եւ գիտությունը եւ ուսուցումն է, որ հետ է թողնում։ Սերունդների։ Տասնյակ գիտական հոդվածների գրքերի հեղինակ լինելուց բացի Տեր Պարքև arczepiskopos Մարտիրոսյանը Ղարաբաղյան պատերազմի գործուն մասնակից է։ Երկար տարիներ զբաղվել է հովվական եւ մանկավարժական գործունեությամբ։ Եկեղեցին կոչված է հոգին եւ միտքը լուսավորելու, գիտությունն առաջին հերթին միտքը լուսավորելու։ Կարծես թե մենք համահունչ զուգերը ուսուցիչված գնում ենք առաջ։ Դե ինչ, շնորհակալ եմ, պիտի միասին ուսուցիչված փորձենք մեր ջանքը երանգ դնել մեր ազգի մեր հայրենիքի Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ղեկավարում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանը։ Բացի աստվածաբանական կրթությունից ունի նաև իրավաբանի որակավորում եւ վեհափառ հայրապետի տնօրինությամբ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում Մայրաթորի ներկայացուցիչն է։ Ցիսական հարցերի ուսումնասիրման հանձնախմբի համաատենապետն է, վարդապետական թեզերի պատրաստության եւ պաշտպանության հանձնախմբի ատենապետը։ Ակադեմիայի կողմից պատվավոր դոկտորի կոչման շնորհումը ես դիտարկում եմ վերաբերմունք, ես նկատում եմ գնահատական դրսևորված մեր եկեղեցու առաքելությանը եւ կեղծ համեստություն չէ, սա իրապես ես ինձ արժանի չեմ նկատում նման բարձր կոչման։ Չունենալով պետականություն, փաստորեն պետականություն փոխարինել է մեր եկեղեցին եւ դրա համար մենք երախտապարտ ենք մեր եկեղեցուն եւ նրա սպասավորները, որոնք իրենց ներդրում ունեն գիտության ասպարեզում, միշտ պետք է նրանց շնորհենք մեր բարձրագույն կոչումները։ Գիտության շատ ճյուղերի հիմքերը դրել են հենց հոգևորականները։ Սանահինի, Տաթևի, Հաղպատի, Օձունի վանական համալիրներում են կրթվել հայ դպրության եւ գիտության երախտավորները։ Ակադեմիայի նախագահությունը նշեց, որ հայ եկեղեցու այսօրվա սպասավորները մեր սուրբ հայրերի արժանի ժառանգորդներն են։ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամներ են մեր 3 կաթողիկոսները՝ երջանկահիշատակ Վազգեն առաջինը եւ Գարեգին առաջինը, մեր օրերի կաթողիկոս Գարեգին երկրորդը։ Լուսինե Բալյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։